ասել է, որ ադրբեջանական ծագում են, պատմություն է ցույց տալիս, քարտեզի վրա չկա Սևան, կա Գոյչա, վարչապետ Փաշինյանը, իր թիմակիցները պնդում են, որ օգոստոսի 8-ից արդեն խաղաղությունը իրողություն է, հաստատվել է, այս խաղաղության փուլում այդպիսի հայտարարությունները Ադրբեջանի ղեկավարի կողմից արդյոք տարածքային նկրտումներ չեն Հայաստանի նկատմամբ, ինչպես եք մեկնաբանում նրա այդ բացատրությունները։ Նախ ես դա վաղուց եմ մեկնաբանել, ես ասում եմ, որ պատմական ընտրտուկների մեջ ընկնելու պարագայում կարող է հենց ստացվի, որ ինչ-որ մեկը իր հայրենիքը գտնի Ալտայում։ Որևիցե բան ավելացնելու դրան չունեմ, համարում եմ, որ չի բխում այն տրամաբանությունից, որը որ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում։ Սպառնալիք չեք տեսնում դուք դա։ Ես մեկնաբանեցի, չէ։ Ես կրկնում եմ, ես տենց բան չեմ տեսել դրա մեջ, ես տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Ես չեմ հասկանում ինչ եք դուք դա ազատագրել։ Ահարար, այսպես հայտարարություններ Ուզում եմ չէ, ես իրան չեմ ուզում մեկնաբանեմ այս առումով, որովհետեւ դա անշնորհակալ գործ է, որովհետեւ կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում եմ, մարդը դուք որ ասում եք, որ գրավելու եք բառ, ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ, որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու, մեքենաներով, ոչ թե տանկերով, այդ նախադասությունը որ ես իմաստեղ չհնարեցի, իր խոսքից ես եմ հիմա մեջ բերում։ Խաղողական նորմալ է, այս խաղողական Սևանը իրենց ասելով որ Ինչ Սևան չի։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին, իրենց տներ մենք տանկերի մասին ենք խոսում, դա նորմալ է, որ պետք է Ղարաբաղի բնակիչները վերադառնան։ Եթե մենք խաղաղություն կարելի է վերջացնել, թույլ կտակ վերջացնել։ Նկատել եք, որ հարցազրույց եմ տալիս։ Թույլ կտակ վերջացնել։ Ինչ հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում։ Գայանե ջան, բայց հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում ասել։ Ես ձեր գործընկերոջ հարցին եմ պատասխանում, բայց ընդհատում եք ինձ։ Խոսքը գնում է նրա մասին, այո, որ եթե խաղաղություն լինի, բա խաղաղությունը ինչ է նշանակում, որ ուղղակի իրարված չեն։ Լսեք, շատ վատ է անում, որ փոխում է, բայց ինքը իր երկրի համար իր անունն է տալիս։ Մենք էլ շատ հաճախ շատ տարբեր անուններ են տալիս։